Փողոցների աճ ու ձախ մայթերին իրար կողքի կամ ետու առաջ տեղադրված մետաղյա կառուցվածքով տաղավարներ են, մեծամասամբ ծառայում են սպասարկման ու առևտրի նպատակների։ Դրանք շատ են, մի մասը ժանգոտված, բայց կան նաև նոր տեղադրվածները։ Տերերին զգուշացումներ են եկել, որ մինչև ապրիլի 15-ը տաղավարները անի եւ ավստրիական թաղամասերի փողոցներից հավաքելու են։ Քաղաքապետարանից եկած ծանոթություններում նշված է, որ վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի փողոցաշինական լայնածավալ ծրագրի մեկնարկի համար տաղավարները խոչընդոտում են։ Անի թաղամասի փողոցների նորոգման այն ծրագրի մասին է, որն ուշանում է ավելի քան 6 տարի։ Ուզեմ չուզեմ։ Ես կարամ խոսքիսեմ, դե սպես չէ կամ պես չէ։ Իրանք գործած են հանելու, ստիպված քան։ Ինչ պիտի խանգար է փողոցաշինության այս տարածքները։ Մայթից հեռու է, հա։ Դե ուղղակի ծանոթում է եկել է, ես է հենց տիրոջը տեղյակ եմ պահել։ Միրգ բանջարեղենի, հացաբուլկեղենի, հագուստ կոշիկի, տեխնիկական եւ տնտեսական ապրանքների ու այլ իրերի առկուվաճառքով զբաղվողների տաղավարներ են։ Մի մասը տեղադրվել է առանց թույլտվության։ Փոքր բան է էլի, մայթերին ում է խանգարում մոտեցումով։ Թուղթ թանակով թե ապօրինի կապ չունի, ապա մոնտաժվելու որոշումը բոլորին է վերաբերում։ Զբաղվածության ապահովման ու չնչին եկամտի միակ աղբյուրը այն տնտեսվարողներից շատերի համար, որոնք իրենց գործունեությունը շարունակելու կամ դադարեցնելու խնդրի առաջ են հայտնվել։ Աշխատանքի տուն ենք պահում, այսպես ասած, լավ կվերաբերվի մեն առումով, որ երևի թե գեղեցկանա այս փողոցը վերջապես ասֆալտապատ են, բայց դե ցանկալի որ չհանեն։ Շտե խոսքի ես գրային ես, տնից ախի խոսքի քիպիլի կսկան ապրանքը չի շարել, շատ քիչ կբերեի, տունս կպայի, կամ բան։ Այս տաղավարը ինձ թվում է, որ ինքը ստանդարտներին չի համապատասխանում, բնականաբար, որտեղ ինքը հին է արդեն երևի թե տեղը չեն տա այս տաղավարներին, դիք 100% ես գիտեմ։ Ինչ որ տեղ կարող ես տանել, ասենք, քո շենքի անկյունը կամ հայատը, ինչ որ մետեղ տանես, այնտեղ տնես։ Սիկարտեն 30 տարվա փողոց է, բայց սարքվել է մի անգամ մնացածները կարգդել են, այդ ինչ է։ Շոր մարդ կարգդա չալվար ակի։ Շատ հաճելի է նոր սարքեն, հապուկ, գեղեցիկ, մարդիկ էլ իրենց լավ կզգան։ Տաղավարները ինքնակամ ապամոնտաժելու ժամկետը մինչև ապրիլի 15-ն է։ Դրանից հետո եւ ուշացնելու դեպքում քաղաքապետարանի աշխատողներն են քանդելու։ Խնդիրը հեշտ ու հարց լուծվողներից չէ, բնակիչների ու տնտեսվարողների հետ աշխատանքն էլ բարդ է։ Տարիների փորձով գիտեն դա քաղաքապետարանում։ Դիրազեկվել են, որպեսզի մինչև ապրիլի 15-ը այդ տարածքները ազատեն, որովհետև մասնակիցով կշահի արդեն դիսկսի նախագծանախաշվային աշխատանքները, չափագրումները, որպեսզի կարողանան լիարժեք ունենալ են պատկերը, իսկ ինչքան շուտ մենք այդ խնդիրները լուծենք, այդքան արագ մենք կսկսենք շինարարական աշխատանքները։ Անի թաղամասի փողոցների կապիտալ, ասֆալտապատման, լուսավորության ապահովման, վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Գյումրիի քաղաքային ճանապարհներ լայնածավալ ծրագիրը 2015 թվականին է հաստատվել, որի ընդհանուր արժեքը կազմում է 23.8 միլիոն եվրո, մեծ մասը վարկային է եւ որոշակի մաս դրամաշնորհային բաղադրիչով։ Գործնական փուլը սկսվեց 2019 թվականին եւ առաջին երկու տրանշներով մինչեւ 2023 թվականը Գյումրիում հիմնովին նորոգվել եւ ասֆալտապատվել է ընդհանուր շուրջ 26 կիլոմետր երկարության 33 փողոց եւ 4 հրապարակ։ Անի թաղամասի շինարարությունը 37 փողոցներով ու 1300 լուսատուներով։ Մնացին մեկ այլ KfW բանկի ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի պատճառով, որի շինարարությունը երկարաձգվեց, խախտելով փողոցների նորոգման ժամկետները։ Ի վերջո ծրագիրը հասել է նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման փուլին։ Նախագծողի մրցույթն արդեն կայացել է։ Արդեն մրցույթը եղել, ավարտվել է, նախագծողը կա, ես անձամբ խնդրել եմ նախարարին, որ նախարարությունում հրավիրեն բոլոր այն մարմիններին, քաղաքապետարան, ՎԶԵՊ, նախագծող, Շիրակաձի փողոցի շինարար, որպեսզի ամբողջական փաթեթ ստանան, որ մենք օր առաջ կարողանանք այնտեղ շինարարություն անալ։ Արդեն կազմակերպությունը ոնց որ թե կա, ում հետ որ կնքեն պայմանագիր, որը պետք է կազմի 6 ամսվա ընթացքում պետք է կազմի եւ ներկայացնի նախագծանախաշվային փաստաթղթերը։ Խոսքը վերաբերում է ամբողջ 58 թաղամասը եւ ավստրիական թաղամասը։ Բացառությամբ կա երկու փողոցների, 3-րդ եւ 11-րդ փողոցներն են, որոնք չեն մտնում այս ծրագրի մեջ։ Անի թաղամասում շուրջ 17 կիլոմետր երկարության փողոցների նորոգման եւ 1300 լուսակետերի տեղադրման համաձայնագիրը ՎԶԵԲ-ի եւ քաղաքապետարանի միջև կնքվել էր 2 տարի առաջ։ ՎԶԵԲ-ի հետ արվող աշխատանքների փուլային եւ ժամանակատար ընթացակարգեր Դավիթ Հարուշանյանը նշում է, որ հնարավոր են նաեւ հետագայում, բացատրելով, թե ծրագիրն իրականանում է եվրոպական ստանդարտներով։
Այնտեղ կան պարտավորություններ, օրինակ, եթե սովորական մրցույթը տրվելու է ենթադրենք 30 օր, այդ քանի օր միջազգային մարմիններ են խառնված, այդ տրվելու է ենթադրենք 3 ամիս։ Եվ նմանատիպ բազում խնդիրների առաջ ենք մենք կանգնում, բայց վստահեցնում եմ նայելով ձեր եւ մեր քաղաքացիների աչքերի մեջ, ամեն շաբաթ զբաղվել եմ ես այդ հարցով։ Եվրոպական չափանիշներով շինարարի ընտրության մրցույթին եւ արդյունքներին ենթադրվում է, որ պետք է սպասել մոտակա 6 ամիսներին։ Այս պահին նախագծող ընկերությունը կա, բայց դեռ նախագծային հաշվարկային փաստաթղթերն են պատրաստվելու։ Միջազգային ընթացակարգերով մեկնարկի պատրաստվող ծրագիրը տեղական շինարարություն սկսելու պայմաններին հարմարվելու ժամկետներ են ակնկալում թաղամասի բնակիչները եւ տաղավարների տերերը։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։